Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք ավանդաբար զրուցում ենք ազգային օրակարգ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան եւ պաստորեն վերջին շրջանում բավականին լուրջ վերլուծաբան։ Մենք սովորաբար անդրադառնում ենք անցյալ շաբաթվա իրադարձություններին, այս անգամ եւս բացառություն չենք լինի, սկսենք ներքաղաքական իրավիճակով, որը երևի ավելի շուտ սկսենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, որոնք եթե արվեին սրանից ասենք մի 5-10 տարի առաջ, դա ցնցող հայտարարություններ կլինեին, բայց Նիկոլ Փաշինյանը փաստորեն հստակ շարունակում է իր գիծը հայկական հարցը օրակարգից դուրս բերելու համար։ Տեսեք, սկսենք նախաբանից, որ դուք տվեցիք եւ ներկայացրեցիք ինձ, իհարկե մենք վերլուծելով քաղաքական դիրքորոշումներ ենք հայտնում եւ չգիտեմ դժբախտաբար թե բարեբախտաբար վերլուծաբան չեմ, բայց քաղաքական առանց վերլուծությունների բնականա քաղաքական դիրքորոշումներ հայտնել հնարավոր չի եւ նպատակները որևէ քաղաքական ուժի ներկայացնել հնարավոր չի։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին, ասեմ հետեւյալը, որ այն ինչ որ Փաշինյանը հիմա ներկայացնում է, կապված եւ ցեղասպանության հետ, կապված ընդհանրապես հայկականության հետ, հայկական պետության հետ, պահանջատիրության հետ, պատերազմի թե խաղաղության հետ, այդ ամեն ինչը ծրագրային է եւ Փաշինյանը եւ երբեք, չնայած ինքը իր մասին խոսելուց ասում է, ես ժամանակին քաղաքացիական պայմանագիր դաշնակցական էի, հետաքրքիր է, այսինքն դաշնակցական լինելը պահանջատիրության դաշտում է դիտարկում, բայց այնուամենայնիվ դա եւ երբեք այդպես չի եղել։ Եթե անգամ խոսույթը օգտագործվել է, դա օգտագործվել է մանիպուլացնելու համար։ Փաշինյանը եղել է միշտ Լևոն Տեր-Պետրոսյանական թևի ներկայացուցիչ, որտեղ մենք պետք է մեր հարևան թշնամիների հետ ունենանք բարեկամական հարաբերություններ, չելնենք ցեղասպանության ճանաչման եւ հայրենազրկման հատուցման հարցերից, պետք է հրաժարվենք այդ ամեն ինչից, պետք է նոր պատմություն կերտենք հնի վրա որևէ կերպ, այսինքն հինը մոռացության տալով։ Հիմա այստեղ երկու կարևոր խնդիր կա, որ Փաշինյանը ասում է եւ այո ասում է անթափույց արդեն, որովհետեւ ինքը համարում է, որ իրավիճակին այդքան տիրապետում է։ Առաջինը դա ցեղասպանության մասին խոսելիս նա պղծում է ցեղասպանության իրողությունն է, ցեղասպանության իրական պատկերը։ Նա ինչ ասում է, եթե մենք խոսանք ցեղասպանությունից, Արցախի մասով էլ ասում է, եթե խոսանք էթնիկ զտումներից, դա միանգամից հարց է առաջանում, որովհետև հայելային արտացոլում ենք ստանում, ով է առաջինը արել, ով է սկսել, ինչի է սկսել, այսինքն ինքը փաստացի հաստատում է բացարձակ թուրքական թեզը, թուրք-ադրբեջանական եւ այլոց, որ ցեղասպանությունն ասած այդպես չի եղել, որ օրինակ Օսմանյան կայսրությունում պետականորեն կազմակերպված հայերին ցեղասպանել են, այլ մենք ոնց որ թուրքերն են, ոնց որ Էրդողանն ասում, եղել է փոխադարձ կոտորածներ, հայերներն են իրանց կոտորել, թուրքերն են կոտորել, դա պատճառներ ա եղել, պատերազմ ա եղել եւ այլն, եւ այդ բռնի հայերի հայկական բնիկ տարածքներից հայերի դուրս մղումը, այսինքն հայրենազրկումը, դա պարզապես եղել է պատերազմի արգասիկ, ոչ թե եղել է հետևողական ծրագրային դրույթ ցեղասպանել եւ հայրենազրկել, որպեսզի հետո հնարավոր լինի այդ տարածքները, հայկական տարածքները, հայկական բարձրավանդակը յուրացնել ամբողջական առանց բնիկ ժողովրդի։ Փաշինյանը դրանից փաստացի հրաժարվում է։ Չեմ ասում անգամ հատուցում, բանտես մասին ընդհանրապես խոսք չկա։ Հրաժարվում է ցեղասպանությունը որպես այդպեսին դիտարկելուց եւ հայրենազրկումը որպես այդպեսին դիտարկելուց, որպես ծրագրային գործունեություն, որպես ծրագրային մարտբան, հանցագործություն մարդկության դեմ, մասնապես հայության դեմ։ Մյուս բանը, որ ինքը ասում է, խոսում է պատմական արդարությունից, դա արդեն հատուցումն է։
այսինքն այլ բառերով ասած պահանջատիրություն է եւ պատմական արդարության վերականգնմանն է խոսում այսպես կոչված պատմական արդարություն։ Այսինքն բացարձակ նորից արժեզրկում է եւ բացարձակ հրաժարում է պատմական արդարության վերականգնումից, այսինքն հայրենազրկման հայկական բնորանի նկատմամբ հայության իրավունքների վերականգնման այդ թեզից եւ ասում է մենք այդ ամենից եթե չհրաժարվենք, ապա պատմական արդարության ապարագամ նորից հերթական անգամ կունենանք պատմական անարդարություն։ Եվ գալիս ենք այդ նույն համատեքստում մյուս թեզին, որը խաղաղություն թե պատերազմն է, եւ այստեղ ես ուզում եմ մի հատ հետաքրքիր հատկորոշում անել եւ դրա մասին փաստացի ոչ ոք չի խոսում։ Այդ թվում տիտղոսային կամ ոչ այնքան տիտղոսային, ռեսուրսային ավելի լավ է տենց անվանենք, ռեսուրսային ընդդիմությունը, ճակերտները ընդդիմությունը, որը նույն համակարգի իշխանական համակարգի ներկայացուցիչներն են, ինչ որ եւ Փաշինյանը, նրանք ինչ են ասում բոլորով միասին, որ այո, պետք է խաղաղություն, իսկ այդ խաղաղություն կոչվածը, եթե այն թեզերով է ինչ որ այդ նախաստորագրած փաստաթղթում դա փաստացի վերջնական կապիտուլյացիան է, բայց պետք է, ինչպես եւ ես մի անգամ չի որ ասել եմ, կրկնելով իրենց, երկրորդելով իրենց, որ պետք է երաշխավորված խաղաղություն։ Այսինքն եւ նորից երաշխավորը պետք է անպայման երաշխավորների մեջ անպայման պետք է լինեն ռուսները։ Եվ ռուսները, մեր թշնամիները պետք է երաշխավորեն մեր անվտանգությունը, ոնց որ երաշխավորեն են 250-300 տարի շարունակ, որի արդյունքում մենք ունենք այսօրվա վիճակը։ Բայց ընդհանուր առմամբ խաղաղության այդ թեզին դեմ չեն, եւ դեմ են բնականաբար պատերազմին։ Հիմա ստեղ ես ուզում եմ այդ իմ ասած հատկորոշումը անել։ Եվ Փաշինյանը, եւ ոչ Փաշինյանները, ասենց ձևակերպենք, պատերազմի մասին խոսելիս, որ կարող է լինի պատերազմ։ Կլինի պատերազմ, չի լինի պատերազմ, եւ պատերազմը այնպես չի, ոնց որ ասում է այդ ընդդիմադիրներից մեկը, որ Ալիևի ուզելով է լինելու պատերազմ, Ալիևի ով է, որ Ալիևի կամոք պատերազմ չի լինում։ Պատերազմն լինում է աշխարհաքաղաքական կենտրոնների համաձայնությամբ եւ մասնակցությամբ։ Եթե համաձայնություն չլինի, Ալիևը չի կարող եւ Ալիևը այդ անձը չի, այդ կշռությունի, որ որոշի պատերազմի թե չէ, բայց խոսում են հետևյալը, որ եթե հանկարծ պատերազմ լինի, պատերազմը ինչպես եւ ես մի անգամ չի եւ ասել եմ, շարունակվում է ότι մենք հիբրիդային պատերազմի շրջանակում ենք այսօր գտնվում։ Բայց եթե տաք պատերազմ լինի, ապա ենթադրվում է այդ խոսույցից, որ մենք անպայման պարտվելու ենք։ Բոլորը անխտիր իրենց խոսքում այդ շեշտադրումը ունեն դրա մասին ուղիղ չխոսելով, այսինքն պատերազմը այնպեսի մի արհավիրք է։ Այո, պատերազմը արհավիրք է։ Բայց այդ արհավիրքի վերջն արդյունքը հայտնի է, մենք պետք է պարտվենք։ Որովհետև եթե մենք այս պատերազմից վախենում ենք, բայց եթե յետին մտքում անգամ լիներ, որ մենք կարող է հաղթենք այդ պատերազմում, ապա պատերազմի մասին տենց վախեցած եւ տենց բան դողդողալով չեն խոսա եւ ոչ մեկը։ Բայց չէ, քանի որ բանը բովանդակային է, ենթատեքստը նա է, որ խաղաղություն ամեն գնով, հա երաշխավոր կամ առանց երաշխավոր Փաշինյանը հիմնավորում է թե ինչի պետք է օրինակ Ռուսաստանը երաշխավոր չլինի, սրանք ասում են թե ինչի պետք է լինի Ռուսաստան եւ այլոք, նաեւ, բայց դա չի խնդիրը։ Պատերազմից մենք ունենալու ենք միայն եւ միայն հերթական կորուստներ եւ վերացումը այս հայկական ում դեմ պատերազմից տվյալ դեպքում խոսում է Ադրբեջանի դեմ, բնական է, որ ռազմական դաշինք ունի Թուրքիայի հետ։ Որը որ ռազմական դաշինք ունի Թուրքիայի հետ, որը որ բան ինչա դաշնակցային դաշինք ունի Ռուսաստանի հետ եւ այլն, այո, այդ Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, ինչպես եւ ասացի, որ պատերազմը պարտադիր Ադրբեջանի կամ անգամ Թուրքիայի հետ որոշումներով է իրականացվում, դա տենց չի լինում, ոնց որ չի եղել 20 թվականին, ոնց որ չի եղել 23 թվականին։ Դա այդպես շատ լավ, եթե այդպես չի, ուրեմն դուք պետք է ասեք ում որոշումներով ալինում է պատերազմը եւ ինչ պատճառ ունի։ Ես մի անգամ չի որ ասել եմ, պատերազմի մասին որոշումը համաձայնեցված է եղել։ Չէ, նախաձեռնող պետք է լինի, չէ, հետո համաձայնեց։ Չէ, նախաձեռնությունը եղել է վաղուց։ Նախաձեռնությունը ես դրա մասին խոսեցի, նախաձեռնությունը դեռևս եղել է
ռուս-թուրքական այդ բաների հարաբերակ անոթների հարաբերակցող անոթների շրջանակում, այսինքն նախաձեռնության դրսևորումը եղել է դեռևս 1921 թվականի պայմանագրերով, այդ նախաձեռնությունը վաղուց է եղել։ 19-րդ դարի վերջում է եղել, որ Հայաստանը առանց հայերի, Արմենիա, Բիզարմենիա, ես դրա մասին խոսել եմ, կարելի է անընդհատ խոսել, բայց կարելի է միշտ չի որ պետք է ուղիղ դրա վրա անդրադառնալ, բայց հարց չի, անդրադառնանք։ Նախաձեռնությունը եղել է, նախաձեռնությունը հետևելն է, հայկական պետականությունը պետք է չլինի ուժեղ եւ չպետք է լինի վերահսկելի դրսի ուժերի կողմից։ Եվ այդ դրսի ուժերը ռուս-թուրքերն են։ Դրանք են նախաձեռնողները եղել միշտ։ Հիմա այդ նախաձեռնությունը այն պահին, երբ որ պատերազմը սկսվել է, ունեցել է, ստացել են համաձայնությունը նաև մասնավորապես հավաքական արևմուտքի։ Նույն ԱՄՆ-ի իմիջիայից հիշացնեմ, որ Թրամփն այն ժամանակ եղել ԱՄՆ-ի նախագահ, նույն Եվրամիության համապատասխան առաջնորդողների եւ ընդհանուր առմամբ հայկական հարցի լուծման տիրույթում այդ նախաձեռնությունը եղել եւ նաեւ ամյուս կարեւոր բանը ունեցել են իդեմս հայկական իշխանական համակարգի եւ մասնավորապես այդ ժամանակ գործող Փաշինյանական վարչակարգի կրծեր գործընկերությունը կազմակերպված պարտության մեջ։ Սա է եղել։ Հիմա իրավիճակային այդ նորից այդ նույն պատկերը ունենալ այդքան հեշտ չի։ Այդքան հեշտ չի, որ բոլորի համաձայնությունը ունի, առավելևս որ ինչպես եւ տեսնում եք տարածաշրջանում լրջագույն փոփոխություններ են իրականացվում, մասնավորապես ռուսական ազդեցությունը նվազում է։ Հիմա ռեսուրսային ընդդիմությունը հնարավորինս փորձում անել, որ ռուսական ազդեցության նվազում չլինի։ Որպեսզի այդ իրավիճակը նախաձեռնողների ռուս-թուրքական նորից հավասարակշիռ լինի։ Բայց մյուս բանն է կատարվում Իրանի պատերազմին հուսով եմ մենք այսօր դեռևս կարողանանք, բայց մյուս բանն է կատարվում ամերիկյան անմիջական ներկայությունը տարածաշրջանում առաջանում մասնավորապես նույն հայկական տարածքում։ Դա վերաբերվում է հայտնի TRIP ծրագրին։ Ամերիկյան անմիջական ներկայությունը առաջանում կազմակերպվում եւ դա փոխում է ուժերի հարաբերակցությունը եւ դա փոխում է այդ նախաձեռնության հավանականությունը, բայց ես դրանով հանդերձ արվում է ամեն ինչ բոլոր կողմերից, որպեսզի հայ ժողովրդի մոտ, հայության մոտ, ասենց ասենք, միտք անգամ չլինի, որ որևէ պատերազմում հնարավոր կամ անհնարին դու կարող ես հաղթես։ Ելքը կանխագուշակված է, կանխատեսված է, նախատեսված է, անպայման պարտվելու ես, մտքովդ չանցնի, որ կարող ես հաղթել։ Այսինքն ոգու եւ բասկի վերջնական ոչնչացման ծրագիր է իրականացվում։ Հայը երբեք չմտածի դառնա նորից այն հայը, որ հանգարց մի բան լինի, այն հայը, որ ցեղասպանությունից հետո մեզ ցեղասպանելու են, մեզ մորթելու են, մենք չենք լինելու։ Դրա համար ավելի լավ է բոլոր պայմաններին համաձայնվենք եւ ինչ որ կերպ գոյատևենք, հետո կերևա։ Սա է այն բանը, այն մոտեցումը, որը արտահայտում է Փաշինյանը եւ ոչ միայն, ինչպես ես ասացի։ Ես ոչ միայն եմ ուզում շեշտադրել, խնդիրը հետեւյալն է, որ Փաշինյանի շատ կողմնակիցներ այդ ամբողջը մեկնաբանում են Հայաստանի ներկա թույլ վիճակով եւ ուրեմն այսպես ակնարկներ են անում, ասենք այսպես, որ դրանից հետո, երբ որ Հայաստանը այդ խաղաղությունը պահի եւ ուժեղանա, իրավիճակը կարող է փոխվել։ Իրավիճակը ինչպես կարող է փոխվել։ Իմիջիայից ով է դա ասում, հետաքրքիր է լսել, բայց իրավիճակը ինչպես կարող է փոխվել։ Փաշինյանի կողմնակիցներից։ Իրավիճակը իսկ ասում են ինչպես կարող է փոխվել։ Հակառակը Փաշինյանը ինքը անձամբ եւ իր բոլոր կողմնակիցներն ասում են, որ այն կապիտուլյացիոն փաստաթուղթի որևէ վերանայում, որը իրանք նախաստորագրել են եւ ամեն ջանք ու երան չեն խնայում, որպեսզի վերջնական ստորագրեն, որը ավելի ասեցի դա վերջնական կապիտուլյացիան է, որևէ տառ անգամ չփոխվի։ Որտեւ եթե որևէ վերանայում անգամ լինի, դա պատերազմ է։ Իսկ պատերազմը մենք պետք է պարտվենք, ոչնչանանք։ Ոնց որ Փաշինյանականները, ես ճիշտ ասած չեմ լսել որևէ այդպիսի ուղիղ հայտարարություն Փաշինյանից կամ իր անմիջական միջավայրից, բայց սա է թեզը։ Մենք պետք է գնանք մեր հարևանների հետ բարեկամական,
գործընկերային եւ այլ նմանատիպ հարաբերություն, մոռանալով ամեն ինչ։ Եվ այդ մոռացության տալն էլ է պիղծ ձևով արվում, ինչպես եւ արդեն ասեցի։ Հարցականի տակ է դրվում։ Մեզ են ցեղասպանել, թե մենք ենք ցեղասպանել, թե երկուսս իրար ցեղասպանել ենք, դա դրվում է հարցականի տակ։ Եվ դա մեր ի վերջո պատմության, մեր հայկականության, մեր պետականության եւ ընդհանրապես հայության հետ կապված դա ամենահնարավոր արհամարական եւ թշնամական վերաբերմունքը կարող է դիտարկել։ Հայաստանում այդպիսի օրենք չկար ցեղասպանությունը կասկածի տակ դնելը քրեական պատասխանատվության ենթարկելու։ Չկար։ Դրա համար կարող է լինի, բայց ասեք օրինակ նույն Եվրոպայում, նույն Ֆրանսիայում այդպիսի օրենք կա, եթե դուք ճիշտ եք, ապա ցանկացած այցելություն Փաշինյանի Ֆրանսիա պետք է ավարտվի նրա ձերբակալմամբ։ Չէ, իհարկե, որովհետև Փաշինյանն այդ նույն բանը, եթե Փաշինյանը դուք իհարկե բան եք անում, վիճակը մի քիչ զավեշտի եք բերում, բայց այնուամենայնիվ, եթե Փաշինյանը այդ թեզերը կրկնի Ֆրանսիայում, որովհետև պարտադիր չի, ինքը կարող է Հայաստանում դա ասել, բայց Ֆրանսիայում եթե ասի, Կարակ, այլի զավեշտային իմաստով իհարկե, կարակ քրեական հետապնդում լինի, բարձր չի ձերբակալին, բայց բնական է դա տենց չի լինի, Փաշինյանն է Ֆրանսիայում դա չի ասի, կարծում եմ, Փաշինյանը կասի այլ բառերով նույն բանը, ինչ որ ասում է, եւ որին նույն ֆրանսիացիք շատ մեծ աջակցություն են տալիս, այո, Թուրքիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորել, եւ այդ կարգավորման մեջ արդեն ցեղասպանությունը գործոն չի, ցեղասպանության ճանաչումը, հայրենազրկման ճանաչումը եւ դրա հատուցումը։ Լավ, փորձենք դուրս գալ գովազդային ընդմիջման, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդային ընդմիջումից հետո կշարունակենք մեր քննարկումը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այս սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղ անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Համերգի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն
Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհում Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, Գագիկ Շիբոյանի, Կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի կերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չերակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր քննարկումը ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Այս հատվածում երևի արժի մենք քննարկենք Իրանի պատերազմը, որը որ շարունակվում է եւ Իրանի պատերազմը ել ավելի է ուժ գնացել, ինչ որ իմաստով, որովհետեւ արդեն խոցվում են ինֆրաստրուկտուրայի կարևոր կետեր, բայց նաև Իրանն է կարողանում դեռ ուրեմն պատասխանել եւ համաշխարհային նավթային տնտեսությանը համայն դեպս մեծ վնասներ պատճառել իր նշանառության տակ պահելով Օրմուզի միջանցքը, նեղուցը եւ այսպես ընտրանքով թողել բոլոր այն երկրների նավերը, որոնք իրեն բարեկամ են համարում եւ թույլ չտալով անցնել բոլոր այն երկրների նավերը, ովքեր թշնամի են կամ Միացյալ Նահանգների դաշնակիցն են։ Ձեր մեկնաբանությունները պատերազմի այս этаպի մասին, ինչ կարելի է սպասել, արդյոք հողի վրա ուրեմն ցամաքային օպերացիան անխուսափելի է եւ Տրամպը դրան կգնա, թե միջնորդների կողմից այսպես խոսք փոխանցելու process-ը կբերի բանակցությունների շուրջ նստելու։ Տեսեք, դե բանակցություններ անուղակի ցորտե իրականացում են, համենայն դեպս տարբեր լուծումների սցենարներ են փոխանցվում միմյանց եւ կողմերը դրա մասին խոսում են, իրանցիք ավելի շատ մերժում են այն ամերիկյան առաջարկությունները, որոնք կան եւ լուր տարածվեց, որ
քանի որ Թրամփը նմանատիպ դեպքերում եւ ռուսների հետ կապված եւ Գազայի բանում այդ խնդրի շրջանակում, հիմա Իրանի շրջանակում փորձեր անում հենվել իր ընկեր եւ իր փեսա Վիտկոֆի եւ Կուշների վրա լուր տարածվեց, որ իրանցիք դժգոհ են այդ տարբերակից, չեն ուզում իրենց որպես ամերիկան ներկայացնող բանակցողներ կամ բանագնացներ տեսնել եւ ավելի բարձրաստիճան պաշտոնյա են ուզում, մասնապես շրջանառվեց փոխնախագահ Վենսի տարբերակը եւ Վենսի մասով իրանցիք նաեւ որոշակի համ ծանրակշռություն են ուզում եւ բայց նաեւ որոշակի մոտեցում ունեն, որ Վենսը այնքան էլ կողմ չի եղել ոնց որ այս հարվածներին Իրանի նկատմամբ եւ նրանք կարծում են Վենսի հետ ավելի հեշտ կլինի ինչ որ ընդհանրությունների հասնել։ Բայց պատերազմի ընթացքը այո, ինքը ուժգնանում է թե ոչ դժվար է ասել, բայց ինքը դեռ շատ ինտենսիվ ընթացք ունի եւ նվազեցում բաների հարվածների եւ նվազեցումը դիմադրության եւ հարձակման ոնց որ թե չի նկատվում եւ այստեղ կարեւոր է նաեւ այն գործոնը ասիմետրիկ գործոնը, որ Իրանը շատ լավ օգտագործեց դա էներգետիկ դաշտում համաշխարհային տնտեսական եւ էներգետիկ հիմքով ճգնաժամի նախապատրաստումն է, այսպես ասենք, եւ ամերիկյան կողմը հասկանում է, որ դա շատ ծանր հարված է լինելու ընդհանուր համաշխարհային տնտեսությանը, մասնավորապես ամերիկյան տնտեսությանը։ Եվ մյուս բանը, որ ինչ որ դուք նշեցիք, մյուս բանը, որ քննարկվում է, բայց կարծում եմ դեռևս որոշում չկա ընդունված, դա ցամաքային գործողություններն է, որովհետև եթե ամերիկյան կողմը գնում է այնուամենայնիվ վարչակարգի փոփոխության Իրանում, այսինքն այն ձևաչափի կրոնապետական ձևաչափի կամ գոնե եղած վերնախավի փոփոխության Իրանում, ապա առանց ցամաքային գործողության դա հնարավոր չի լինելու, բայց դա բնական է բերելու է շատ ծանր կորուստներ ունեն ամերիկյան կողմի համար եւ վերջնարդյունքը այդքան միարժեք չի, որ լինելու է արագ եւ հաղթական։ Այս որ Թրամփը չեմ կարծում, Թրամփի վարչակարգը կգնա տենց գործունեության հնարավոր է, մենք դրա մասին խոսել ենք կետային ինչ-որ գործողություններ, ցամաքային, ընդհանուր համապատասխան են էներգետիկ կղզու գրավում կամ որոշակի ենթակառուցվածքների գրավում, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ լայնածավալ ցամաքային գործունեության ամերիկացիք խուսափելու են գնալ։ Հիմա այստեղ մյուս բան այդ Հորմուզի նեղուցի մասին ինչ-որ դուք ասեցիք նորից, դա շատ կարևոր է եւ իրանցիք վերահսկում են դա, ականապատել են, ինչքան լուրերն են տարածվում եւ շատ դժվար եւ իրենք են որոշում, թե որ նավթա նավը կգնա կամ կանցնի այդ նեղուցով կամ չի անցնի։ Հիմա ամերիկացիք ուզում են այդ վերահսկողությունը Իրանի ձեռքից վերցնել եւ այստեղ հետարքիր նոր բան է գնում։ RRS-ում կամ արճակատում ճակերտներում իհարկե ընդհանում ամերիկյան եւ իրենց գործընկերները ՆԱՏՕ-ի մյուս երկրների միջև եւ Թրամփը շատ մեծ դժգոհություն արտահայտում, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները որևէ կերպ չեն ուզում մասնակցել այդ գործունեությանը եւ այդ համատեքստում հետաքրքիր էր նաեւ պետքարտուղար Ռուբիոյի ասուլիսը, կարճ ասուլիսը բանում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, որտեղ ինքը ասեց, որ այդ հարցերը քննարկել են G7-ի երկրների ներկայացուցիչների հետ եւ փորձեց ներկայացնել խնդիրը այնպես, որ այդտեղ բան լարվածությունը այնքան չի ինչքան ներկայացվում, այլ ոնց որ թե եկել են որոշակի համաձայնության, որ այո, այդ Օրմուզի նեղուցի վերահսկումը դա կլինի պատերազմից անմիջապես հետո, թե հիմա դեռևս դա այդքան ակնառու չի, բայց պետք է լինի համատեղ եւ երկրները դրա հետ ոնց որ թե համաձայնվում են։ Հիմա ինչով է սա ի վերջո ավարտվելու։ Եթե խոսքը գնում է ռազմական վերջնական հաղթանակի մասին կամ պարտության մասին, դրա այդպիսի ելք հնարավոր է, բայց դա չի կարող լինի կարճաժամկետ այս պատերազմական գործողությունների հետևանք։ Դա հնարավոր չի, այդ մեկը հնարավոր չի։ Դա կարող է միջնաժամկետ լինի կամ երկարաժամկետ, եւ դա կարող է վերածվի տարածաշրջանային ավելի խորը պատերազմի, եթե ոչ համաշխարհային։ Եվ այդ վտանգը արկա է, Թրամփը այդ վտանգից ահա սարսուռ է, որովհետեւ այդ Վենեսուելան, ինչպես եւ ես մի անգամ չի որ ասում, չնայած չիրականացավ։ Երկու շերտ այսպես կոչված
վերնախավի առաջի դեմքերին ոչնչացրեցին, սպանեցին, բայց միևնույնն է ինքը համակարգը շարունակում է գործել, որովհետև կրկնում եմ, այդ համակարգը մոտ 50 տարի պատրաստվել էր այս պատերազմի։ Եվ իրենք ունեն այդ մնացած սցենարների համար անհրաժեշտ ենթակառուցվածքային, ինստիտուցիոնալ եւ անձնավորված առաջնորդություն։ Եվ դա շարունակվում է։ Հիմա Թրամպը փորձ է անում, այսինքն ամերիկյան կողմը փորձ է անում համաձայնության գալ։ Եվ փորձ է անում, եւ Թրամպը արդեն դրա մասին ասել է, չգնալ վարչակարգի փոփոխության։ Այստեղ նորից ամերիկյան կողմի եւ իսրայելյան կողմի մոտեցումները տարբերվում են, բայց հիմա խոսանք ամերիկյանից, որովհետեւ այնուամենայնիվ դա պատերազմական դաշտում գոնե գերակա է։ Բայց եթե ամերիկյան կողմը չգնաց Իսրայելի հետ մինչև վերջ, ինչ է սպասում պատերազմից հետո Իսրայելի։ Դրա համար եմ ասում, առաջնորդությունը ամերիկացիներինն է եւ Իսրայելը դրա այդ բանում, այդ ամերիկյան սցենարի տակ պետքա տեղավորվի, այսպես ասած։ Հիմա փորձ են անում ամերիկացիները ինչ որ համաձայնության գալ եւ նույն Ռուբիոն այդ իմ ասած ասուլիսի ժամանակ խոսեց նրա մասին, կրկնեց փաստացի ամերիկյան թեզերը, որոնք են ամերիկացիների համար կարևոր, որոնք են այդ թեզերը։ Նա ասեց, որ միջուկային ներուժը ընդհանրապես պետք է չլինի, հարստացված ուրանը պետք է վերցվի Իրանից եւ ոչնչացրել են ըստ Ռուբիոյի փաստացի ոչ միայն արկա պաշարները, հրթիռների, դրոնների եւ այլն անօթաչու սարքերի նավատորմի իրանյան, այլ նաեւ ոչնչացնում են դրա հնարավոր արտադրության բաները, ենթակառուցվածքները, այսինքն արտադրելու հնարավորությունից զրկում են Իրանին եւ Ռուբիոն ի վերջո ասեց, որ Իրանը ինքը իր էությամբ բոլոր առնվազն տարածաշրջանային լարվածությունների ակունքն է եղել։ Եվ այդ ակունքը որպես այդպեսին պետքա վերանա, այդ հնարավորություններից զրկվի։ Միաժամանակ փաստացի նշել է, որ դա չի նշանակվում վարչակարգի փոփոխությունը, թե որոշակի բնական հակասություն կա։ Բայց փորձ է արվում այդ պայմաններով գալ համաձայնության։ Այստեղ մի այլ կարևոր բան էլ կա, որը արդեն նշել է Թրամպը։ Ամսի 14-ին 15-ին, եթե չեմ սխալվում, մայիսին նախատեսվում է Թրամպի այցելություն Չինաստան։ Եվ այդ այցելությունը եւ աշխարհաքաղաքական տեսակետից եւ չին-ամերիկյան հարաբերությունների տեսակետից կարևորագույն արդյունքների ակնկալիքներ կան։ Եվ նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում դա կարող է սկզբունքային նշանակություն ունենալ։ Եվ այստեղ Թրամպը ասեց հետաքրքիր բան, ասեց, որ ես նպատակ ունեմ մինչ իմ այցելությունը Չինաստան Իրանում պատերազմը ավարտել։ Դա ինչ է նշանակում։ Ես կարծում եմ, որ բանի այցի նախապատրաստական այդ քննարկումների շրջանակում որոշակի հարց է բարձրացվել, եթե ոչ պահանջ չինացիների կողմից այդ պատերազմը մինչև քո այցելությունը հարգելի Թրամփ ավարտես եւ պարսիկների Իրանի հետ գնաց համաձայնության։ Հակառակ պարագայում, որտեղ Չինաստանը այն երկրներից մեկն է, որը շատ տուժում է այս ամեն ինչից։ Մի շարք պատճառներով նավթի գնի, Չինաստանը հիմնական աշխարհի հիմնական արտադրող երկիրն է եւ էներգետիկ ռեսուրսի թանկացումը ազդում է չինական ապրանքների մրցունակության վրա, բնական է։ Մյուս բանը Չինաստանը նավթ ներմուծող, այսինքն էներգետիկ ռեսուրսներ ներմուծող, նավթ, գազ ներմուծող երկիր է եւ դրա թանկացումը նույնպես իր համար շատ լուրջ խնդիր է։ Այնպես որ այդ համատեքստում կարծում եմ Թրամփը անելու առավելագույնը դեռևս իրանք սուր են ճոճում, բայց այնուամենայնիվ կարծում եմ գնալու են որոշակի զիջումների իրանական կողմին, որպեսզի այդ համաձայնությունը տեղի ունենա կամ պետք է գնա էսկալացիայի, դա նշանակում է ցամաքային գործողություններ, դա նշանակում է շատ ավելի մեծ զոհեր, անորոշ վերջնարդյունքով, որի հավանականությունը ես մեծ այնուամենայնիվ չեմ համարում։ Այնպես որ իրավիճակը այսպեսին է եւ այս իրավիճակում կարևորվում է նաեւ այն ազդեցությունը, որ ունի Իրանը դե մեր հարևան երկիրն է, հարակից երկրների վրա, այդ թվում Հայաստանի վրա։ Հայկական կողմը ոնց որ եւ հելի մի անգամ չի որ ասել եմ համարժեք դիրքորոշում չունի, հայտնի են բաներն է խոսիթներն է, որ մեր բարեկամ երկիր եւ այլն, չնայած Իրանի դեսպանը Հայաստանում ասեց, որ
այս պատերազմական տիրույթում Թրիփի ապագան եւ նրա վերահսկողությունը մեր համար խնդիր է։ Եվ հայկական կողմը պետք է կարողանա մեզ համոզել, որ այդտեղ մենք վտանգ չունենք։ Դե Ամերիկան է ի վերջո Իրանի վրա հարձակվել, եւ եթե վերահսկողությունը ամերիկյան ալնելու, դա մեր համար վտանգ է։ Այնպես որ այդ հարցին հայկական կողմը բնակ ներկայացուցիչները հայկական կողմը բնականաբար չեն պատասխանել եւ ասում են չեն պատասխանի։ Հիմա իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանի համար դա շունչ քաշելու հնարավորություն է։ Եվ ռուս-ուկրաինական տիրույթում այսօր խնդիր է առաջացել։ Նույն Ռուբյան բանի Զելենսկոյին հայտարարությանը, որ ամերիկացիք մեզնից պահանջում են, որ մենք Դոնբասի ուկրաինական վերահսկողության տակ եղած մասը հանձնենք ռուսներին եւ դրանով միայն կարող ենք ամերիկյան անվտանգության երաշխիքներ ստանալ, Զելենսկին դա ասել է, Ռուբեն ասեց սուտ ասում Զելենսկին։ Այսինքն հասկանալի է, որ այստեղ լարվածություն կա եւ այդ լարվածությունը լրջագույնն է։ Այսինքն Թրամփի վարչակարգի աջակցությունը առանց ճակերտների Պուտինին եւ Պուտինյան վարչակարգին ակնառու է։ Եվ բանը Ռուբիոյը ասացը, որ մենք ընդհանրապես միջնորդում ենք դա ռուսների պահանջն է, դա մանիպուլատիվ բան էր։ Եվ զենքի մատակարարման հետ կապված Թրամփն էլ ասել, Ռուբիոն էլ անուղղակիորեն ասել, չնայած ասես հիմա խնդիրը չկա, բայց ասում է նաև, որ քանի որ մենք զենք ենք օգտագործում այս մերձավոր Իրանի հետ պատերազմում, զենքի մատակարարումը կարող է դադարի կամ նվազի։ Իսկ դա ուղիղ աջակցությունն է, այո, աջակցությունն է ռուսական կողմին։ Թրամփի ներքին ռեսուրսը մնալու իր աթոռին ամերիկացիների վերաբերմունքը իր այս պատերազմական գործողություններին, իր կուսակիցների դիմադիր կուսակցության, չէ որ այս ամբողջը եւս որոշակի դեր է խաղում։ Բնականաբար դեր է խաղում, առանձնապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ եթե չեմ սխալվում նոյեմբերին նախատեսվում է միջանկյալ ընտրություններ կոնգրեսի եւ եթե Թրամփի վարկանիշը, Թրամփի վարչակարգի վարկանիշը ըստ տարբեր հետազոտությունների նվազում է եւ ինչքան երկար տևի պատերազմը եւ ինչքան այդ պատերազմի արդյունքները ազդեն ամերիկյան իրողության վրա, այդ թվում տնտեսական կենցաղային իրողության վրա, այնքան Թրամփի վարկանիշը ընկնելու է եւ այնքան հավանական է, որ այդ միջանկյալ ընտրություններում Թրամփը, այսինքն հանրապետականը կպարտվեն։ Իսկ եթե պարտվեն, այդ պարագա միանգամից հարց է առաջանալու իմպիչմենտի։ Սկսած Վայնշտեյնի, Էփշտեյնի այդ բաներից, այդ մանկապղծության մեղադրանքներից վերջացած բազմաթիվ այլ հարցերով, որը սահմանադրական որպես խախտումներ են դիտարկում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Այնպես որ այո, Թրամփի ուղիղ եւ վարչակարգի ուղիղ շահի շրջանակումը հնարավորինս արագ ավարտել է ամեն ինչը եւ անգամ կիսատ արդյունքը ներկայացնել որպես վերջնական հաղթանակ եւ արդեն դա սկսվել է իմիջելուց ասեն Թրամփը մի անգամ չի որ ասել է որ մենք արդեն հաղթել ենք որտեղ մեր հիմնանպատակը մենք հիմնանպատակին հասել ենք Իրանը այլևս հնարավորություն չունի սպառնալու երկրներին բանի մերձավոր արևելքի եւ միջին արևելքի եւ Իրանը այլևս հնարավորություն չի ունենալու միջուկային զենք արտադրելու բայց պարզավոր չեն հաղթել, պարզավոր պատերազմը շարունակվում է եւ պարզա նաեւ ինչպես եւ ասացի որ պետքա փորձեն գալ համաձայնության բայց այստեղ հետաքրքիր է որ նախաձեռնությունը ոնց որ անցնում է իրանցիների ձեռքը որտեղ Թրամփենք շտապում են Շնորհակալություն պարոն Հակոբյան հետաքրքիր զրույցի եւ մեկնաբանությունների համար սիրելի բարեկամներ հիշեցնեմ որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում